Եվ այս ամեն ինչի պատասխանատուն ուղիղ ինքնա լինելու եւ մյուս քաղաքական ուժերը եւ գյումրեցին կարծում եմ հիմա էլ արդեն հասկացել է, որ իրեն խաբել են, թեև մենք զգուշացնում էինք, որ արգելի մեր սիրելի գյումրեցիներ, այս ամեն ինչը արվում է մի բանի համար, որպեսզի Վարդան Ղուկասյանին հետ բերեն իշխանության եւ Մարտուն Գրիգորյանը այդ պլանի մի մասն էր, այսինքն մի պտուտակը կարելի ասել այդ մեխանիզմի եւ ոչ ավելին։ Տեսեք, պատասխանատվության մասին նշում եք, որ պատասխանատուն Մարտուն Գրիգորյանը ինքը օրինակ իր խմբագրված 5 անգամ խմբագրված գրառման մեջ ասում էր, որ ինքը պատասխանատու չի, այլ պատասխանատու են այն ուժերը, որ ի սկզբանե հայտարարեցին իրենց ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին։ Գիտեք, Մարտուն Գրիգորյանը ինչ ուզում է կարող է ասի, բայց դրանից օրինակ որ ասի մածունը սև է, մածունը սև չի դառնում, մածունը սպիտակ է։ Իսկ ժանրի կանոնները ասում են այնինչ ես քիչ առաջ ասացի։ Ընտրում ես քաղաքապետ, պատասխանատու ես նրա ցանկացած գործողության համար։ Հետագայում քվեարկում ես այլ նախագծերի օգտին, պատասխանատու ես այդ բոլոր քո քվեարկությունների համար եւ դա դասական քաղաքականությունն է, այսինքն դու չես կարող ասես, գիտեք, ես ընտրում եմ, բայց պատասխանատու չեմ։ Ոնց որ ասես, ոնց որ ցանկացած այլ գործողություն ասես, ես անցա կարմիր լույսի տակով, բայց ես պատասխանատու չեմ, որ կանոն խախտեցի, այդպես չի լինում։